Աստծո խաղաղությունն եմ մաղթում ձեզ սիրելի եղբայրներ քույրեր, բոլոր նրանց, ովքեր որ շաբաթ օրը մեր պաշտամունքին մասնակից են մեզ հետ միասին Տիրոջը փառավորելու եւ նրա խոսքը լսելու։ Կերկին անգամ ուզում եմ հիշեցնել, որ մեր հաղորդումները շաբաթօրյա այս եթերները նրանց համար են, ովքեր միայնակ են եւ որևէ տեղ մասնակցելու հնարավորություն չունեն իրենց պաշտամունքը առաստված մատուցելու իրենց եղբայր քույրերի հետ։ Սա մի հնարավորություն ու առիթ է միմյանց հետ ավելի հաղորդակցվելու եւ նաեւ Աստծո խոսքից, ինչու՞ չէ, շնորհք եւ ողորմություն Աստծուց ստանալու։ Ես այս օրերի համար ամենամեծ գնահատականքը, որ ունեմ, սա է, որ Աստված մեզ ողորմություն է արել եւ իր խոսքին մասնակից է արել։ Եվ ես էլ մաղթում եմ ելի խաղաղություն բոլորիդ, որը շատ պահանջված է այսօր։ Մենք այսօր տեսնում ենք աշխարհում ինչեր են տեղի ունենում, սակայն Աստծո զավակների համար Տերը ասել է, որ ինքը ժամանակին ասել էր ազգ դեմ պատերազմներ կլինեն, մինչև իր գալը սա չի դադարում եւ այսօր էլ շարունակվում է, սակայն մեր համար ասել է, որ մենք հաջանանք, որովհետեւ ինքը հաղթել է աշխարհին։ Եվ ուրեմն մաղթում եմ ամենքի սրտում խաղաղություն եւ հանդարտություն ու հանգստություն լինի։ Այսօրվա իմ խոսքից առաջ ես մտածում էի, ինչպես իմ խոսքը իմ լսարանին հասանելի դարձնեմ։ Քանի որ մենք ունենք հոգի, շունչ եւ մարմին որոշակի հաղորդաշար, որը գերազանցապես նրանց համար է, ովքեր շատ թե քիչ գիտության հետ առնչվում են։ Բայց այնուամենայնիվ որքան խորհեցի, որ այն նյութը, որ պիտի մատուցեմ ձեզ, մատուցեմ առանց այս նախաբանի, երկրորդ հատվածը մի փոքր անհասկանալի կլիներ, եթե ես իմ այսօրվա ուսուցում քարոզը, որ պիտի մատուցեմ ձեզ, եթե տարանջատեի իրարից։ Դրա համար նրանք, ովքեր որ որոշ գիտական տերմիններ կլսեն, կդժվարանան, ասենք, ընկալել այդքանը, թող որ անցնեն դրա վրայով եւ համբերությամբ անցնեն երկրորդ հատվածին, որը շատ ավելի, ես կարծում եմ, մատչելի կլինի բոլորիդ համար եւ ինչու՞ չէ, շատ օգտակար։ Եվ այսպես ես անոնսել էի մի փոքր ուշացումով, որ խոսքը հետեւյալի մասին է. Մարդու ուղեղ թե սիրտ, վերնագիրն այսպիսին է. Մարդու ուղեղ թե սիրտ, Աստված ինչի հետ է աշխատում մարդու սրտի հետ, թե նրա ուղեղի հետ։ Եվ առհասարակ այս երկու թեմաները պիտի արծարծվեն։ Գիտությունը մարդու կենսաբանական դրսևորումները ուսումնասիրելով չի բավարարվել մարդու օրգանների ֆիզիոլոգիական ուսումնասիրություններով, այլ գոյություն ունի վաղուց արդեն մի ոլորտ, որը հատկապես 20-րդ դարում առավելապես սկսեց զարգանալ, եթե կարելի է այսպես ասել, զարգանալ։ Խոսքը վերաբերում է մարդու ուղեղի ուսումնասիրմանը։ Մինչև այժմ գիտնականները ուսումնասիրելով մարդու ուղեղի կառուցվածքը միաբան են մեկ հարցում, որ մարդու ողջ օրգանիզմը կառավարող օրգան է հանդիսանում ուղեղը։ Հասել են այն բանին, որ գտել են մարդու խառնվածքի բնավորության դատողությունների եւ որոշումների կատարումը ընդունվում է հենց այդ ապարատի միջոցով, այսինքն ուղեղի միջոցով։ Անգամ գտել են, թե ուղեղի որ հատվածը ինչ ֆունկցիայի պատասխանատվություն է կրում։ Ըստ այդն էլ ուղեղի հետ կապված զանազան հիվանդություններ են բացահայտել։ Սակայն գիտնականները թեպետ բիոլոգիապես ինչ որ բացահայտումներ արել են, միաժամանակ դեմ են առել մի խնդրի, որի լուծումը գոնե նրանցից շատերը անկեղծորեն խոստովանում է, որ անհնարին է հասկանալ այն երևույթները, որոնք ուղեղի ֆունկցիայից դուրս են, սակայն մարդու կյանքի անբաժանելի մասն են կազմում։ Գտնում են շատ ուղեղը ուսումնասիրողները, որ երևույթներ կան, որոնք անբացատրելի են։ Խոսքը այսպես կոչված տելեպաթիկ, էզոթերիկ, գերբնական հատկությունների դրսևորումներն են։ Տելեպաթիան դա մի բան է, որ հեռազգայունություն է կարծես, երբ մարդը տարածության վրա ինչ որ զգացողություններ ունի եւ վկայում խոսում է դրանց մասին, որոնք իրողություններ են իսկապես։
թե ինչպես է մարդը ինքը կարողանում տարածություն եւ ժամանակ անցնել եւ որոշ ինֆորմացիա հաղորդել, այսօր գիտնականների համար դա մնում է անբացատրելի։ Էզոթերիկ կոչված գիտության ներկայացուցիչներ կան կամ թաքնագետներ կան, որոնք ամենատարբեր եղանակներով փորձում են գուշակել ապագան, խոսելով անցյալից եկող ինչ-որ թաքնված գիտելիքների մասին։ Այսպիսի դրսևորումները գիտնականները փորձում են ուսումնասիրել ուղեղի ոլորտում եւ հասկանալ ինչն է մարդուն դրդում այսպիսի այդպես բացահայտումների, որոնք մինչև հիմա գիտությունը չի կարողանում որևէ ձևով դրանց բացատրությունը տալ։ Իմիջիալոց ասեմ, որ նման գերբնական հատկանիշներ երևում են վաղ տարիքում որոշների մոտ, վունդերքիդեր են անվանում դրանց, երեխաներ, որոնք իբրև վաղ տարիքից հանճարեղներ են, իսկ որոշների մոտ արտարոց իրավիճակներում հայտնվելուց հետո է, որ ձեռք են բերվում արտակարգ ընդունակություններ, այսպես կոչված շագերտավոր գերբնական ընդունակություններ։ Ասենք օրինակ վթար է եղել, մեքենան խփել է, մարդը վիրավորվել է, ուղեղի ինչ-որ հատվածը վնասվել է, սակայն մարդը բուժվելուց հետո դրանից հետո ձեռք է բերում արտարոց ընդունակություններ։ Նախկինում չի կարողացել արվեստի որևէ ոլորտում իրեն դրսևորել, նման տաղանդ չի ունեցել, բայց ահա շատ հրաշալի նկարում է կամ էլ նվագում է ինչ-որ գործիքի վրա, որը երբեք ինքը մինչև այդ վթարի ենթարկվելը չի ունեցել այդպիսի հնարավորություն։ Եվ այսպես, ինչպես ասում են, կոմայի մեջ հայտնվածների մի շարք, ասենք, վկայություններ կան, երբ նրանք արթնանալուց հետո սկսում են դրսևորել արտարոց ընդունակություններ եւ գիտությունը սրա բացատրությունը չունի։ Սրան զուգահեռ բժշկությունը չի կարող բացատրություն տալ նաեւ շիզոֆրենիայի եւ էպիլեպտիկ որոշ դրսևորումների մասին։ Ինչի եմ ասում էպիլեպտիկ որոշ դրսևորումներ, որովհետև բժշկությանը հայտնի է, որ էպիլեպսիայի որոշ հիվանդության դրսևորումներ ուղեղի ֆունկցիաների ինչ-որ մի հատ խախտումների հետ է կապված։ Սակայն շիզոֆրենիա եւ էլի նմանատիպ, ասենք, հիվանդություններ, որոնք մարդու հոգեկան աշխարհի հետ են կապված, ինչքան էլ հոգեբանությունը որպես գիտություն ինքը համարվի, բայց այնուամենայնիվ բժշկությունն ու հոգեբանությունը սրա բացատրության խորությունն ու աղբյուրը չի կարողանում հասկանալ։ Որոշ գիտնականներ գտնում են, որ մարդ արարած իր ուղեղի չնչին տոկոսն է կիրառում իր կյանքում, իսկ որոշները իբրև թե օժտված են իրենց ուղեղի առավելագույն չափով կիրառելու կարողությամբ։ Եվ դա է պատճառը, որ օժտված են բացառիկ ընդունակություններով, այսինքն բացառիկ ընդունակությունների տեր անձիկ կարողացել են բացահայտել իրենց ուղեղի այնպիսի աշխատանքները, այնպիսի խորքային հարստություն է, այսպես ասենք, որում մյուսները հասարակ, ասենք, սովորական մարդիկ դրանք իբրև թե չեն կարող բացահայտել իրենց կյանքում եւ արտարոց գերբնական զորություններ դրսևորել։ Ընդունված է կարծել, որ մարդու միտքը մտածելու, տրամաբանելու, խորհելու կարողությունները ուղեղի գործունեության արդյունքներ են։ Ես խնդրում եմ մեկ անգամ եւս այս նախադասությունը լսեք։ Ընդունված է կարծել, որ մարդու միտքը մտածելու, տրամաբանելու, խորհելու կարողությունները ուղեղի գործունեության արդյունքներ են։ Այսպես գիտությունը հանգել է այդ եզրակացության եւ սա հանրահայտ իբրև թե ճշմարտություն է, որ մարդու միտքը, մտածելու կարողությունը, տրամաբանելը, խորհելը, այս բոլոր կարողությունները իբր թե մարդու ուղեղի մեջ են տեղի ունենում։ Քիչ հետո մենք կհամոզվենք, որ սա մասամբ կարող է ճշմարիտ լինել, որովհետև կան երևույթներ, որոնց բացատրությունն այսօր մենք պետք է իսկապես տանք եւ կբացահայտենք Աստվածաշնչով իրականում, թե ինչ բան է միտքը, տրամաբանելու, մարդու կարողությունը, խորհելու կարողությունը եւ այլն։ Եվ դա ինչպես է տեղի ունենում։ Եվ այսպես եկեք անցնենք առաջ։ Շատ հաճախ մարդը վախից կորցնում է հիշողությունը, որը ուղղակիորեն կապված է հենց իր ուղեղի հետ։ Գիտական մտածողության տեր մարդիկ փնտրում են իրենց ոլորտներում այս կամ այն երևույթի պատճառահետևանքային կապերը գտնել, եւ այդ պատճառահետևանքային կապերը գիտության ոլորտի ներկայացուցիչները շատ զավեշտալի ու շատ անգամ ծիծաղելի գիտական թեզեր ու հոդվածներ հրապարակելով պրոֆեսորներ ու ակադեմիկներ Նոբելյան մրցանակի դափնեկիրներ են կոչվում,
Սակայն Աստվածաշնչի լույսի տակ համարձակվում եմ ասել, որ մարդկությունը ուղղակի դա չի նկատում, թե իսկապես ինչքան են իրեն խաբում, կամ ինչքան են այդ մարդիկ խաբված։ Օրինակ, եթե երկրաբանները գտնում են, որ երկրի տարիքը 4 միլիարդ է, մենք ինչու պետք է հավատանք մի բանի, որ դա ասում է մեկը մարդը, որը իր ուսումնասիրություններով, հարաբերական այդ իր գաղափարներով, գիտական իր եզրակացություններով մեզ բերել է հասցրել այդպիսի հանգրվանի եւ մեզ մատուցվում է մի գիտելիք, որի ստուգությունը այնքան էլ պարզ չէ։ Աստղագետները տիեզերքով են զբաղված։ Փիլիսոփաները մոլորվում են սեփական տրամաբանությունների մեջ, ստեղծելով իրենց դատողություններով կեղծ համակարգեր։ Քվանտային ֆիզիկան անտեսանելի աշխարհ է ցանկանում մուտք գործել։ Հասկացած լինելով, որ այո, դա գոյություն ունի, առնվազն գոնե բնագիտության մեջ քվանտային ֆիզիկան եկել է այդ համոզման, որ գոյություն ունի անտեսանելի աշխարհ։ Էլ չեմ խոսում բիոինժեներիայի, կլոնավորման եւ կամ արհեստական բանականության մարդուն թվային համակարգով հավերժացնելու գաղափարների մասին։ Այսպես անվերջ գիտության այս կամ այն ոլորտի մասին կարելի է խոսել, սակայն այս գիտություններից եւ ոչ մեկն էլ սպառիչ չի կարող պատասխան տալ ի վերջո մի հարցի. Որն է մարդու գոյության պատճառը եւ նրա կյանքի իմաստը։ Որևէ մեկը գիտության որևէ ոլորտ կարող է ճշմարտապես համամարտկային ճշմարտություն հանդիսացող այս գաղափարը իսկապես արծարծել եւ գալ ճշմարիտ ճշգրիտ եզրահանգման։ Այսինքն, մարդու գոյության պատճառը որն է եւ նրա կյանքի իմաստը որն է։ Առասարակ մարդն ինչու, ինչպես գոյություն ունի եւ որն է նրա գոյության իմաստը։ Որևէ մի գիտություն կարող է սրան սպառիչ պատասխանը տալ։ Ի վերջո մարդը ձգտում է ճշմարտության։ Ճշմարտություն է փնտրում ամեն բոլոր ոլորտներում։ Սակայն գերագույն հարցը, որ մնում է բաց, սա է. ով եմ ես, ինչի համար եմ ես իսկապես աշխարհ եկել, այսպես ասենք, ինչի համար ես գոյություն ունեմ եւ որն է իմ գոյության իմաստը։ Արդյոք մարդը կարող է այս հարցերի պատասխանը ստույգ ստանալ։ Ես ի նկատի ունեմ համամարտկային իմաստով, իհարկե յուրաքանչյուր մարդ իր ազգային էթնիկական պատկանելությամբ որոշակի հայրենիք գաղափարով, հանուն ինչի ապրելու իր գաղափարով կարող է հիմնավորել, որ իմ կյանքի իմաստը հանուն ես ինչինն է։ Դա իր սուբյեկտիվ մոտեցումն է։ Բայց մենք մոտենում ենք խնդրին, որպես արդեն իսկ գոյություն ունեցող բիոլոգիապես բարձր կազմակերպված այդպես արարածի գոյության փաստն ենք ուզում բացահայտել, նրա կյանքի իմաստն ենք ուզում հասկանալ, որ իսկապես բանական մարդ ինքը իրեն մարդը անվանելով իրեն տարանջատել է կենդանական աշխարհից եւ փորձում է իրեն ավելի բարձր կարգավիճակում տեսնել, իր գոյության պատճառին է գալիս եւ իր կյանքի իմաստի խնդրին է գալիս, ուզում է դրա լուծումը գտնել։ Եվ երբ որ մենք հարցնում ենք արդյոք գոյություն ունի այս հարցերի պատասխանը ճշգրիտ համամարտկային իմաստով ընդհանրապես մարդու, իհարկե գոյություն ունի, մենք այսօր դրանով ենք զբաղվելու եւ ես նույնիսկ եմ կրկնում համբերությամբ լսեք եւ դուք բոլորդ կհասկանաք, որ մարդը հենց այնպես բնության ինչ որ մի հատ շղթայի էվոլյուցիան շղթայի արդյունք չէ եւ պատահականությամբ չի հայտնվել եւ պատահականությամբ էլ չի գնում այս աշխարհից։ Խնդրին մենք պետք է մոտենանք, բայց բանից պարզվում է ոչ թե մարդը իր խղճուկ 1.5 կիլոգրամանուց ավել կամ պակաս կշռով ուղեղով, որը ընդամենը պաների զանգված է հիշեցնում, ոչ թե դրա ցալքերի քանակով մենք պետք է կարողանանք հանգել եզրահանգել ինչ որ մի հատ ճշմարտության, այլ հենց արարչի կողմից հատկացված միջոցներով։ Քանի որ մարդն իր գոյության պատճառը չէ, սա միանշանակ է։ Ինչպես կարող է մարդու ուղեղը, որի ստեղծողը ինքը չէ, ուսումնասիրել իրեն եւ հանգել ճշմարտության։ Ծիծաղելի է անգամ ասել, որ մարդը ուղեղ ունենալով այդ ուղեղին ուզում է ուսումնասիրել։ Ես էլ եմ կրկնում, մարդը ունի ուղեղ, շատ լավ հասկանալի է դա, եւ հանկարծ մարդը ունենալով ուղեղ, այդ ուղեղին ուզում է ուսումնասիրել։ Ինչպես կարող է ուղեղը ինքն իր ծագման վերաբերյալ ճշգրիտ գիտություն ունենալ։
Զարմանալի է, որ իրենց բացառիկ նորից եմ կրկնում հանճարեղ համարող գիտնականները, որոնք ամենատարբեր կոչումներն են ստացել, այս հասկացողությունը չեն յուրացրել։ Ինչպես կարող է իրականում ուղեղի գոյության պատճառը, որ ուղեղը ինքը կա, այդ ուղեղը իր գոյության պատճառը հասկանալ։ Ինչպես կարող է։ Մարդն իր կյանքի ընթացքում վրիպում է իսկական կյանքը, որը տրվել է Արարչի կողմից, նախ Աստծուն ճանաչելն է, հետո նոր ինքն իրեն։ Նախ իր գոյության պատճառը պետք է հասկանա, հետո նոր իմաստը։ Եթե մարդը իր գոյության պատճառը, այսինքն չի հանգել հստակ մի եզրանկամ, այլ ուղղակի վերացականորեն ասում է, որ միաբջիջ է եղել, ամյոբա է եղել, չգիտեմ, ջրից հետո իջել է, ավազից հետո աշխանաբար ինչ որ միաբջիջ կենդանիներից ասեն բազմաբջիջի է վերածվել եւ աշխանաբար էվոլյուցիոն ճանապարհով մարդը դարել, չէ, մարդը հավատում է ամբողջ բարբաջանքներին, բայց չի հավատում այն ձեռնարկին, որտեղ մանրամասնորեն գրված է, թե ինչպես է ինքը արարվել։ Եվ հիմա ես ուզում եմ, որպեսզի այս խաբված վիճակը, որ մարդը ինքն իր ուղեղով այդ ուղեղին ուզում է ուսումնասիրել, սա կերպով անցնենք մենք Սուրբ Գրքին եւ փորձենք հասկանալ, ինչու է դա անհնարին եւ ինչու է մարդը խաբված։ Այժմ ժամանակն է, որ մենք առաջադրած հարցերի պատասխանների հետքերով գնանք եւ այսպես համբերությամբ կրկնենք, որ դուք կարողանաք հստակ հետևելով համարները Սուրբ Գրքից կարողանանք այդպես ամբողջ շարադրանքը այդպես փազելների պես իրար կողք դնենք ու փորձենք հասկանալ, թե որն է մարդու գոյության պատճառը եւ վերջո որն է նրա կյանքի իմաստը։ Աստվածաշունչը լինելով հենց այդ ձեռնարկը բացահայտում է, որ մարդու բանականության դրսևորումը պայմանավորված չէ սոսկ նրա ուղեղի գործունեությամբ։ Եվ ահա առաջի բացահայտումը։ Որն է այս առաջի բացահայտումը։ Աստվածաշունչը բացահայտում է, որ մարդու բանականության դրսևորումը չի պայմանավորված միայն իր ուղեղի գործունեությամբ։ Մարդը բանական չէ միայն նրա համար, որ ուղեղ ունի։ Եթե մարդու ուղեղը անգամ չգործի, մարդը չի դադարում բանական լինել, պատկերացնում եք։ Ծննդոց 6-րդ գլուխ 5-րդ խոսք։ Ուշադիր լսեք։ Եհովան տեսավ, որ շատացել է մարդկանց չարությունը երկրի վրա, եւ նրանց սրտի խորհուրդների բոլոր գաղափարները չար էին ամեն օր։ Ուշադրություն դարձրեք, ինչը տեսավ Աստված։ Աստված տեսավ, որ մարդկանց չարությունը երկրի վրա շատացել է։ Ինչու է մարդկանց չարությունը երկրի վրա շատացել։ Գնում է մի քիչ ավելի խորքը եւ պատճառը վերհանում։ Որն է պատճառը, որ մարդու չարությունը շատացել է երկրի վրա։ Եվ վեր է հանվում ճշմարտություն։ Նրանց սրտի խորհուրդների բոլոր գաղափարները չար էին ամեն օր։ Այստեղ չի գրված նրանց ուղեղի խորհուրդները։ Այստեղ գրված է, որ մարդն ունի սիրտ եւ այդ սրտի մեջ խորհուրդներ ունի։ Այստեղ շատ հրաշալի կերպով նշված է։ Եվ նրանց սրտի խորհուրդների բոլոր գաղափարները չար էին։ Ինչպես։ Ուրեմն պարզվում է, որ ես մտածել եմ, որ գաղափարներ ես ունեմ իմ ուղեղում, բայց այստեղ գրված է, որ սիրտը նաև պարունակում որոշակի գաղափարներ։ Եվ այդ գաղափարները ոչ միայն գաղափարներ են, այլ խորհուրդներ են։ Այնուհետև Երեմիան 17-րդ գլուխ 9-րդ խոսքում ասում է. խորամանկ է սիրտը ամենից ավելի եւ ապականված, նրանով կարող է հասկանալ։ Ուշադրություն դարձրեք, որ այստեղ չի գրված խորամանկ է մարդը։ Այստեղ գրված է խորամանկ է սիրտը։ Եվ այստեղ չի գրված, որ որոշների սիրտն է խորամանկ։ Առհասարակ մարդու սիրտն է խորամանկ։ Այսպիսով ես մտածում եմ, որ ես կամ որպես զանգված բիոլոգիապես կանգնած եմ ձեր առջև, ունեմ ուղեղ եւ կարող եմ խորամանկ լինել իմ գաղափարներով, իմ այդպես էությամբ, ներքին մտածողությամբ, վերացական իմ ընկալումներով, իմ մասին կարող եմ գնահատական տալ, սակայն ինչպես տեսնում եք, այստեղ շատ հստակ գրված է. խորամանկ է սիրտը ամենից ավելի եւ ապականված։
Ուրեմն սա վերաբերում է բոլոր մարդկությանը։ Մարդ արարածին առհասարակ։ Բանական համարվող յուրաքանչյուր մարդ խորամանկ սիրտ ունի եւ ապականված է։ Խորամանկությունը դարձյալ բանականության դրսևորում է։ Այնուհետև մենք կարդում ենք. Ով Տեր մեր հայրերի Աբրահամի, Իսահակի եւ Իսրայելի Աստվածը, պահիր սա հավիտյան քո ժողովրդի սրտի խորհուրդների այս միտքը եւ նրանց սիրտը հաստատիր քեզ վրա։ Դավիթը առաջին մնացորդաց 29:18-ում, երբ որ տաճար էր ուզում կառուցել Տիրոջ համար եւ ժողովրդին դիմեց, որ ժողովուրդը ընծաներով մասնակցեն, եւ ընծաները բավական շատ հավաքվեց տաճարի համար շինարարության այդ նյութերը ավելի շատ հավաքվեց, Դավիթը գողության աղոթք բերեց եւ այդպիսի խոսքեր էր ասում ինքը. Ով Տեր մեր հայրերի Աբրահամի, Իսահակի, Իսրայելի Աստվածը, պահիր սա հավիտյան քո ժողովրդի սրտի խորհուրդների այս միտքը։ Այսինքն որ միտքը, որ ժողովուրդը քեզ ընծաներ տալու գաղափարից ետ չկանգնի, սա պահիր նրանց սրտի խորհուրդների մեջ։ Սրտի խորհուրդների մեջ եւ այստեղ ավելին ասում է այն մասին քո ժողովրդի սրտի խորհուրդների այս միտքը։ Ինչպես սիրտը ունի գաղափարներ, քիչ առաջ լսեցինք, սիրտը ունի նաեւ միտք։ Բայց գիտեի միտքը մենակ իմ ուղեղի մեջ է։ Պարզվում է սիրտը ունի միտք։ Եթե որոշները մտածում են, որ սա ընդամենը բառախաղ է, այլաբանություն է, դարձյալ մարդու ուղեղի հետ գործ ունի, որովհետև միտքը միայն ուղեղի ֆունկցիան է, չարաչար սխալվում են, որովհետև կշարունակեմ դեռ այս մասին խոսել։ Որովհետև Աստծո խոսքը կենդանի է եւ զորավոր, եւ ամեն երկսայրի սուրից ավելի կտրուկ է։ Հիմա Աստծո խոսքի հատկանիշն է սա նշված, այստեղ նշված, եւ հիմա ասում է, թե այդ երկսայրի սրի նման կտրուկ է Աստծո խոսքը եւ ինչի ընդունակ եւ թափանցում է միջև շունչի, ոգու, հոդվածների եւ ծուծի բաժանվիլը։ Անկամ բժշկությունը, որ ոսկրածուծ է անվանում, անգամ գնում է ողնաշարի այդ հատվածները, որ իրար միացած են, Աստծո խոսքը այնտեղ էլ կարող է թափանցել։ Այստեղ մարդու այդպես ֆիզիոլոգիական ամբողջ մարմնի, ասենք, ամբողջ զանգվածը հստակ նշված է։ Շունչը, ոգու, հոդվածների եւ ծուծի բաժանվիլը, մարդու ամբողջ ֆիզիոլոգիական այդ ամբողջ կառուցվածքով Աստծո խոսքը կարող է թափանցել եւ այնտեղ իր գործը անել։ Աստծո խոսքը այդպիսի զորություն ունի, երկսայրի սուր է։ Եվ քննող է սրտի մտքերը եւ խորհուրդները։ Ինչու՞ չի գրված եւ քննող է ուղեղի մտքերը եւ խորհուրդները։ Ինչու՞ չի գրված մարդու մտքերը եւ խորհուրդները, Եբրայեցի 4:12-ներ։ Եվ քննող է սրտի մտքերը։ Ուրեմն նորից մենք լսում ենք, որ սիրտը միտք ունի։ Եվ Հիսուսը նրանց խորհուրդները տեսնելով ասեց. Շատ հետաքրքիր է, գրվածն ասում է, Հիսուսը նրանց խորհուրդները տեսնելով, ուրիշ տեղ ասում է, որ իմանալով, բայց այստեղ նշված է նրանց խորհուրդները տեսնելով։ Այսինքն ինչն էր տեսնում Հիսուսը։ Մարդու մտքի կամ սրտի էության մեջ տեղի ունեցող խորհուրդները։ Նա կարդում էր մարդուն։ Բայց այդ կարդալը հենց այնպես ինչ-որ էջի վրա ինչ-որ տողեր անցկացնելը չէր, նա տեսնում էր, մարդու ծրագրերը նա տեսնում էր արդեն։ Սա Մատթեոս 9:4-ն էր, եւ նրանց ասեց. Ինչու եք շփոթված, ինչու համար խորհուրդներ են վեր կենում ձեր սրտերումը, Ղուկաս 24:38։ Ահա այս համարները դուք լսեցիք, որ իսկապես սրտի մեջ կա միտք, գաղափար, խորհուրդներ եւ այդ ամենը սրտի մեջ։ Ոչ թե մարդու մտքի մեջ, անտրամաբանական է մտածել, որ մարդու սիրտն ու մարդու ուղեղը նույնն են։ Անտրամաբանական է մտածել, որ մարդու սիրտն ու ուղեղը նույն բանն են։ Եվ մի քիչ հետո ավելի խորքը կգնանք ու կփորձենք սիրտն էլ հասկանալ, թե որն է։ Որովհետև սրտից է դուրս են գալիս։ Ինչի՞ չի գրված մարդու ուղեղից են դուրս գալիս, քիչ հետո ես կթվարկեմ, կկարդամ, թե ինչ է դուրս գալիս մարդու սրտից։
Ինչու չի գրված, որ սրանք դուրս են գալիս մարդու գաղափարից, մտքից, ուղեղից։ Որովհետև սրտից է դուրս են գալիս չար խորհուրդներ, սպանություններ, շնություններ, պոռնկություններ, գողություններ, սուտ վկայություններ, հայհոյություններ, սրանք են մարդին պղծողը։ Մատթեոս 15:19։ Տեր Հիսուսը բացահայտում է մարդու մեղավորության արմատը, եւ մարդու մեղավորության արմատը գտնվում է նրա սրտի մեջ։ Ոչ թե նրա մեղավորությունը գտնվում է ուղեղի մեջ, այլ նրա մեղավորության արմատը նրա սիրտն է։ Եվ այնտեղ ինչեր կան, չար խորհուրդներ, սպանություններ, շնություններ, պոռնկություններ, գողություններ, սուտ վկայություններ, հայհոյություններ։ Երբ կարդում ենք Անանիա Սապիրայի պարագան, Պետրոսն ասեց, ինչու թույլ տվեցիք, որ սատանան ձեր սիրտը գցե, որ դուք սուտ խոսեք։ Ուրեմն սատանան մարդու միտքը չբերեց մենակ, Հուդայի միտքը բերեց, բայց քիչ հետո գրված է մտավ նրա սիրտը։ Ուրեմն ինչպես է սա տեղի ունենում, երբ որ մարդը հանցանք է գործում։ Ուրեմն գրվածն ասում է, որ մարդը խաբվում է իր սրտի ցանկություններից հրապուրված։ Սրտի ցանկություններից հրապուրված։ Սիրտը ցանկությունները առաջադրում, սիրտը հրապուրում է մարդուն այդ ցանկության ետևից գնա, ուղեղը որոշում կայացնողն է, որ տվյալ գաղափարը իրականություն է դարձնում։ Ուղեղն այն ապարատն է, որը հավաքում է սրտի ինֆորմացիաները, որից հետո կայացնում է որոշում։ Որովհետև ներսիցը մարդկանց սրտից են դուրս գալիս չար խորհուրդներ, շնություններ, պոռնկություններ, սպանություններ, գողություններ, ագահություններ, չարություններ, նենգություն, պիղծ ցանկություն, չար աչք, հայհոյություն, ամբարտամանություն, անզգամություն։ Այս ամեն չար բաները ներսից են դուրս գալիս եւ մարդին պղծում։ Մենք բացահայտեցինք այս համարից շատ հստակ, որ մարդու ուղեղում չեն սրանք տեղի ունենում։ Սրանք տեղի են ունենում մարդու սրտի մեջ։ Այնուհետև մարդը դրանք հրապուրվում է դրանով, հարմար է գտնում, սիրտը իրեն համոզում է, խաբում է, հրապուրում է, ասում է, այսպես արա լավ կլինի, այսպես արա շատ փող կունենաս, այսպես արա այս մարդուն մեջտեղից հանի դու իր տեղը կլինես։ Եվ հետո գալիս է դեպի իր միտքը, միտքն արդեն պետք է ծրագրի, թե ինչպես դա իրականացնի։ Այսպիսով, երբ որ մենք այս համարները լսում ենք, մենք մեզ հաշիվ տալիս ենք երբևէ, որ մենք ավելի շատ գործ պիտի ունենանք մեր սրտի հետ, քան մեր մտքում տեղի ունեցող որոշումների։ Որոշումները լավ բան են, եթե իսկապես մեր սրտում Աստծուն հաճելի վիճակ ունենք, որի մասին քիչ հետո էլի կխոսեմ դեռ։ Պարզեցինք, որ մարդու սրտում եւ մտքում տեղի են ունենում խորհուրդներ, երկու տեղում էլ կան։ Սակայն առաջնայինը մենք տեսանք, որ մարդու սրտում ամեն ինչ տեղի ունենում, հետո փոխանցվում է մարդու միտքը, վերածվում է դա գաղափարի, հետո որոշում կայացնել եւ իրագործել։ Եվ ահա հենց այստեղ է, որ մենք պիտի բացահայտենք, թե մարդը որ աղբյուրից է օգտվում։ Որովհետև եթե մարդու սրտում եւ մտքում խորհուրդներ են տեղի ունենում, չէ թե ամեն խորհուրդներ են, որ չար խորհուրդներ կարող են լինել։ Պարզվում է, որ վերստին ծնված ապաշխարած մարդու սրտի ու մտքի խորհուրդները եւ դեռևս չապաշխարած մեղքի եւ մահվան մեջ թաղված մարդու ապրած կյանքի սրտի մեջ եղած խորհուրդներն ու մտքի մեջ եղած խորհուրդները իրարից խիստ տարբեր են։ Անգամ գիտնականները բացահայտել են, որ մարդու ուղեղը ընդամենը ռադիոընդունիչի դեր է կատարում, ով որսում է տիեզերքում թափառող ալիքներ, այ քեզ բան։ Բանից պարզվում է ոչ միայն իմ սրտի ներսում տեղի ունեցող խորհուրդներ կարող են լինել, որը կարող է հրապուրել ինձ եւ ինձ կարող է խաբել եւ հանցանքի տանել եւ որից հետո ես կափսոսամ եւ այլն, այլ ես դրսից էլ գրոհ ունեմ։ Եվ իմ ուղեղը փաստորեն հենց այնպես կաղապարված ինչ որ մի հատ ծավալով, ինչ որ մի վայրում չի գտնվում, որ անհաղորդ է տիեզերքի հետ, այդպես ասենք։ Անտեսանելի աշխարհի հետ պարզվում է իմ ուղեղը շատ ակտիվ կապ ունի։ Եվ այսօր դրա մասին էլ պիտի լսենք։
Ինչպես ասացի, գիտնականները գտնում են, որ մարդու ուղեղը տիեզերքից որսում է թափառող ալիքներ, գաղափարներ, ահա թե ինչու մենք այդ տելեպաթիկ ընդունակությունների մասին, որ խոսեցին, քիչ հետո ավելի կբացահայտենք, թե դրանք ինչպես են տեղի ունենում։ Եվ սա ճշմարտություն է, քանի որ արթմի թե քնած ժամանակ մարդու միտքը միշտ էլ զբաղված է։ Անգամ գտնում են, որ քնած ժամանակ մարդու ուղեղի աշխատանքը գտնվում է իր բարձրակետում։ Այսինքն մարդու ուղեղը երբեք հանգիստ չի, մարդու ուղեղն աշխատում է։ Ցերեկը ավելի պասիվ, քան անգամ քնած ժամանակ։ Ահա այն 3 աղբյուրները, որոնցով մարդը առաջնորդվում է որոշումներ կայացնելիս։ Եվ այսպես մարդու մտքի եւ սրտի մեջ խորհուրդներ, մտքեր, գաղափարներ, լավ թե վատ դա դեռ ուրիշ հարց է, 3 աղբյուր ունեն։ Մարդը իր վրա կրում է 3 աղբյուրներից, 3 ուղղություններից որոշակի ներգործություններ։ Աստված, Սատանան եւ հենց ինքը մարդը։ Ուրեմն մարդու սրտի եւ մտքի վրա կարող է ազդել Աստված, մարդու սրտի եւ մտքի վրա կարող է ազդել Սատանան, մարդը ինքն իր սիրտն ու միտքը կարող է ինքնուրույն կառավարել։ Ամենացավալին անգամ այս երրորդն է։ Տեսեք, ես անգամ ամենացավալին երրորդն եմ ասում, եւ ոչ թե երկրորդը։ Որի դեպքում մարդը չի զանազանում, որ իր որոշումները իրենը չեն։ Հաճախ մարդը ինքը որոշումներ է կայացնում, բայց ինքը չի հասկանում, որ դա իր որոշումը չի։ Հաճախ այդ որոշումները, որ ոչ միայն իր սրտի ցանկություններից է հրապուրված լինում, որ դա անում է, այլ հակառակորդի ձեռքին մարդը խամաչիկ դարձած լինելով չի էլ հասկանում, որ կատարում է մեկ ուրիշի կամքը։ Այսպիսով մարդու ուղեղը այն վերլուծական կենտրոնն է, որը նյութական եւ ոչ նյութական աշխարհներից ինֆորմացիա է ստանում։ Ուշադրություն դարձրեք, ես իր ձևակերպում արեցի։ Մարդու ուղեղը այն վերլուծական կենտրոնն է, որը նյութական եւ ոչ նյութական աշխարհներից ինֆորմացիա է ստանում։ Իսկ ես նշեցի այստեղ նյութական եւ ոչ նյութական աշխարհներ։ Միթե ես ճիշտ նշեցի սա։ Միթե Աստվածաշունչը ինձ հիմք է տալիս ասելու, որ գոյություն ունի նյութական եւ ոչ նյութական աշխարհներ, չէ՞ որ մենք սովոր ենք կարծել, որ աշխարհը մեկն է։ Եվ կախված թե ինչ ուղղվածություն կունենա, դրանով էլ կորոշվի իրապական։ Եվ հենց այստեղ է, որ Սուրբ Գիրքը մեզ օգնության է հասնում եւ բացահայտում, որ սեփական հասկացողությանը վստահելը ողբերգությամբ կավարտվի։ Եվ ես ասեմ մի բան է, որ Եբրայեցիս թուղթը մեզ հիշեցնում է շատ հստակ այդ արտահայտությունը, որ հավատքով ենք իմանում, որ աշխարհները Աստծո խոսքովն են արարվել։ Չի գրված աշխարհը։ Հավատքով ենք իմանում, որ աշխարհները Աստծո խոսքով են արարված, ստեղծված։ Աշխարհներ, հոգնակի։ Եվ նաև ասում է, որ անտեսանելիներիցը այս տեսանելիներս եղած ենք։ Ուրեմն անտեսանելիների մեջ աշխարհ կա, գոյություն ունի, որ քվանտային ֆիզիկան հասել է դրան։ Հեկել հասել են մի հանգրվանի, որ հասկացել են բացի այս նյութական աշխարհից ինչ որ աշխարհներ գոյություն ունեն։ Եվ ահա թե ինչու մարդկային միտքը սեփական ջանքերով ի վիճակի չէ հաղորդ լինել վերջնականապես եւ հասկանալ։ Եվ նյութական աշխարհը, որը շատ թե քիչ ինքը միջև վերջ իբրև թե ուսումնասիրել է իր հասկացածով, եւ անտեսանել է աշխարհը մանավանդ։ Որն է այն ճանապարհը, որը կարող է ուղենիշ լինել մեր համար, որպեսզի մենք վերջնականապես կարողանանք ճշգրիտ հանգրվանի հասնել։ Առակաց 3:5 խոսքը շատ լավ ասում է, բանալին է տրված, թե ինչպես կարելի է հասկանալ։ Եվ սա ուղղակի այն բանաձևն է, որ եթե որևէ մեկը իր կյանքի պատճառը եւ իր կյանքի իմաստը ուզում է հասկանալ, ապա պետք է հենվի այս խոսքի վրա։ Տիրոջը ապավինիր քո բոլոր սրտովը եւ քո հասկացողությանը մի վստահիր։ Սրանով կարծես ամեն ինչ ասված է, որ եթե դու ես աղբյուրը գիտելիքիդ,
որոնման, հայտնագործության, եզրակացության, ընդ որում խոսքը վերաբերում է նյութական աշխարհից դուրս անտեսանելի աշխարհի գոյության մասին, ապա դու ձախողված ես եւ գրված նշում է Տիրոջը ապավինիր քո բոլոր սրտովը։ Ինչ կլինի, եթե ես իմ ամբողջ սրտով Տիրոջը ապավինեմ, այն սիրտը, որ չար եւ խաբեբա էր, երբ որ ես տրամադրում եմ Տիրոջը, Աստվածաշունչն ինձ ասում է, որ Տերը ինձ նոր սիրտ է տալու, որովհետև այդ սիրտը պիտանի չի։ Ես գալիս եմ իրան եւ ասում, հավատում եմ քո խոսքը, ասում է, որ ես չար եւ խաբեբա սիրտ ունեմ։ Դավիթն իր սաղմոսում ասում է, որ ինքը իսկապես այդ սրտի տերն է, որ ինքը ծնունդով մեղավոր է։ Եզեկիել մարգարեն ասում է, որ կվերցնեմ նրանցից մսեղեն սիրտը, քարեղեն սիրտը եւ նոր սիրտ կտամ իրենց, եւ իմ օրենքները կգրեմ այդ սրտի տախտակների վրա, որ գնան իմ օրենքներով։ Այսպիսով, եթե մարդը վերստին ծնունդ չապրի, ինքը մնալու է նախկին խաբված սրտին գերի։ Տիրոջը ապավինիր քո բոլոր սրտովը։ Երկրորդ, եւ քո հասկացողությանը մի վստահիր։ Սեներ, ես պիտի ասեմ, որ մոտենում է, ես ուզում եմ մարգարեական խոսք Տերիցը իմ համար։ Մոտենում է այն ժամանակը, երբ որ շատ-շատերը վրիպած են լինելու մեր հասցին։ Եվ ափսոսանքով ասելու են, ինչի նախորդ ժամանակներում սա չգիտեինք։ Գիտեք, դուք չգիտեիք, որովհետև մի պարզ պատճառ կար։ Դուք ձեր էությունը կառավարելու, կազմակերպած ձեր կյանքով, որ դուք եք որոշել, որ սա է ճիշտը եւ այլն, դուք ուրիշի թելադրանքի տակ եք ապրել եւ ձեզ լիարժեք չեք ընծայել Աստծուն, որպեսզի Աստված ձեզ ուղղություն տար եւ ցույց տար, որ դուք ձեր կյանքում ընդհանրապես իներցիոն ձևով ապրելով, թեկուզ գնում եք պաշտամունք, երգում եք, աղոթում եք, հրահանգներ եք կատարում եւ այլն, բայց այնուամենայնիվ կենդանի Աստծո հետ հաղորդակցվելու, հարաբերություն ունենալու երանելի այդ վիճակը ձեր համար մնում է ուղղակի եթերային, ինչ որ մի հատ տենց իլյուզիա, որ արարչի հետ հնարավոր չէ ուղղակի զրուցել։ Հիշենք մեկ ընդմիշտ, ճշմարտության գիտությունը մարդու էությունից դուրս է։ Ճշմարտության գիտությունը մարդու էությունից դուրս է։ Եվ որպեսզի դու կարողանաս այդ ճշմարտության գիտությանը գաս, ինչպես գրված է, որ միշտ կսովորեն, բայց ճշմարտության գիտությանը չեն կարողանա գալ։ Ինչու չեն կարողանա ճշմարտության գիտությանը գալ, որովհետև նրանք իրանց սրտին եւ հասկացողությանն են վստահում։ Իսկ ճշմարտության գիտությունը միայն հասանելի է ճշմարտության հոգով առաջնորդվողներին։ Որքան էլ ուզում ես քեզ թմկահարի, որ դու Աստծո որդի ես, սակայն եթե դու Աստծո հոգով չես ապրում, ապա երբ որ կանգնես Տիրոջ առաջ, Տերը քեզ ինչ պիտի ասի։ Պիտի ասի քո շուրթերից ելած դեկլարատիվ արտահայտությունը, որ դու Աստծո որդի ես, բայց հորդ հետ ինչ կապ ես ունեցել, եթե դու իրականում սա չես ունենալու, դու երկրի վրա խաբված կյանքով ես ապրել ուրեմն։ Եվ այսպես ճշմարտության գիտությունը մարդու էությունից դուրս է, այն չի կարող ապականված ու սատանայի ձեռքին խամաչիկ դարձած մարդու մեջ ինքն իրենով բացահայտվի։ Մարդն ինքն իրենով իր մեջ ճշմարտությունը չի կարող բացահայտել։ Լսենք Աստծո խոսքը։ Որդյակս, եթե իմ խոսքերը ընդունես եւ իմ պատվերները պահես քեզ մոտ, որ ականջ դնես իմաստությանը եւ սիրտդ ուղես հանճարին, ուշադրություն դարձրեք, երբ որ հասկացողությունը կանչես եւ ձայն տաս հանճարին, եթե դու նրան որոնես ինչպես արծաթե եւ գանձերի նման նրան պտրտես, այն ժամանակ կհասկանաս Տիրոջ երկյուղը եւ Աստծո գիտությունը կգտնես։ Իմաստության սկիզբը գրված է Տիրոջ երկյուղն։ Եվ դու ինչպես ես գալիս դրան, այդ հանգրվանին ինչպես ես գալի, երբ որ դու Աստծո խոսքը ընդունում ես, նրա պատվերները պահում ես, ականջ ես դնում իմաստությանը,
Սիրտդ ուղում ես հանճարին, երբ որ հասկացողությունը կանչես, ձայն տաս հանճարին, եթե դու նրան որոնես ինչպես արծաթը եւ գանձերի նման նրան պտրտես, ինչպես Դանիելն արեց, որին հրեշտակն այցելեց եւ ասեց ցանկալի ես դու, այն ժամանակ կհասկանաս Տիրոջ երկյուղը եւ Աստծո գիտությունը կգտնես։ Ում է հասանելի Աստծո գիտությունը? Աստծո երկյուղը ունեցողներին, որովհետև Տերն է տալիս իմաստությունը, նրա բերանիցն է գիտությունն ու հանճարը, նա ուղիղների համար հաջողություն է պահում, նա վահան է անարատությամբ գնացողների համար, որ իրավունքի ճանապարհները պահպանե, նա պահում է իր բարեպաշտների ճանապարհը, այն ժամանակ կհասկանաս արդարությունն ու իրավունքը, ուղղությունը եւ ամեն բարի ուղին, որովհետև իմաստությունը կմտնե քո սիրտը եւ գիտությունը ախորժելի կլինի քո հոգին։ Խոհեմությունը քեզ կպահե, հանճարը քեզ կպաշտպանե։ Ես վերջի այս երկու բառը շատ եմ սիրում անընդհատ ասել, խոհեմությունը ինձ կպահե մեղքից։ Սակայն կա մի պարագա, որ կյանքիս էլ վտանգ է սպառնում, ինչքան որ ես մեղքից ազատ սուրբ կյանք եմ ապրում, արդար եմ, այնուամենայնիվ հակառակորդն ինձ ոչնչացնել է ուզում։ Եվ այստեղ ասում է, հանճարը քեզ կպաշտպանե։ Եթե խոհեմությունը, որ դու պետք է ձեռք բերես այս ամենից ելնելով, եւ սա շատ լավ է Աստծո առջև քո ուղիղ լինելու համար, հանճարը քեզ կպաշտպանե եւ 91-րդ Սաղմոսը հենց քեզ համար է։ Դու կհայտնվես բարձյալի ծածկոցի տակ, 1000 հոգի կողմից, 10,000 մի կողմից, բայց քեզ ոչինչ չի մոտենալ, ոչ մի հարված քեզ չի հասնի։ Ինչու՞, որովհետև դու խոհեմությամբ քո կյանքը վարեցիր, հանճարն էլ պատրաստ է քեզ պաշտպանելու։ Հիմա ես շատ սահուն կերպով արդեն անցնում եմ մի շատ հետաքրքիր գաղափարի։ Նրանք, ովքեր որ Աստծուն հաճելի են եղել եւ Աստծո մտքին եւ խորհուրդներին տեղյակ են եղել, իսկ դուք հիշեք, որ Տերը երբ որ Աբրահամին ասեց իմ բարեկամից միթե պիտի պահեմ, ինչ որ անելու եմ, եւ Աստծո խոսքն ասում է, որ Տերը ոչինչ չի անում, եթե իր մարգարե ծառաներին չի ասում։ Հետևաբար այսօր մանավանդ ես ու դու, որ Աստծո որդի ենք, վերստին ծնված ապաշխարած մարդկանց է վերաբերում, առավել ևս Աստծո որդին իրավունք ունի եւ Աստված հավանում է մարդուն հաղորդ անելու անգամ իր ծրագրերին։ Հիմա ուշադրություն դարձրեք, այստեղ ես արդեն սահուն կերպով ուզում եմ մի բառ օգտագործել, որը կարող է շատերիդ համար դժվար թվա։ Երբ Աստված ուզում է մարդու հետ խոսել, նրա միտքը հափշտակում է։ Եվ դա շատ հետաքրքիր է տեղի ունենում։ Աստված երբ ուզում է մարդու հետ խոսել, նրա միտքը հափշտակում է։ Բայց չզարմանաք, եթե ես ասեմ, որ սատանան էլ է մարդուն հափշտակում։ Եվ դա ինչպես է տեղի ունենում։ Այն ժամանակ, երբ որ մենք կարդում ենք, որ հակառակորդը մռնչող առյուծի պես պտտում է, թե որին կուլ տա, դա դեռ մենք սիմվոլիկ կերպով ենք ընկալում։ Սակայն պարզվում է, որ իսկապես եւ հակառակորդը եւ Աստված մարդու մեջ մի բան կա, որը ուզում են հափշտակել։ Ինչպես է մարդու միտքը կապվում անտեսանելի աշխարհի հետ։ Երբ ես ասում եմ աշխարհների, ինչպես ասացի, ես նկատի ունեի հենց այն աշխարհի մասին, որ անտեսանելի է։ Եվ Սուրբ Գիրքը մեզ ասում է, որ գոյություն ունի Հակոբոս առաքյալ 3:15-ից 18-ը։ Մինչև հափշտակության թեման նորից խոսելը, եկեք լսենք ուշադիր։ Այս իմաստությունը վերևից իջած չէ, այլ երկրավոր, շնչավոր եւ դիվական։ Որովհետև ուր որ նախանձ եւ կռիվ կա, այնտեղ անկարգություն եւ ամեն չար բաներ կա։ Բայց վերին իմաստությունը նախ եւ առաջ սուրբ է եւ հետո խաղարարար, հեզ, հլու, ողորմությունով եւ բարի պտուղներով լիքը, անկողմնասեր եւ անկեղծ։ Եվ արդարության պտուղը խաղաղությունով է սերմվում նրանց համար, որ խաղաղություն են անում։ Այստեղ երկու աշխարհի մասին մինիմում մենք իմանում ենք։
Առաջին աշխարհը վերին իմաստություն է, եւ երկրորդը մենք իմանում ենք, որ գոյություն ունի նաև ուրիշ մի աշխարհ, որտեղ կա էլի իմաստություն, եթե կա իմաստություն, ուրեմն կան բանական էակներ, արարածներ, եւ այստեղ կարդում ենք, որ այս իմաստությունը վերևից իջաշ, ուրեմն կա վերևի իմաստություն, Աստծո իմաստություն, եւ կա երկրավոր, շնչավոր եւ դիվական։ Դիվականը նյութական չի, շնչավորը նյութական չի երևում, բայց այդ աշխարհները գոյություն ունեն, շնչավոր եւ դիվական աշխարհներ գոյություն ունեն։ Ինչպես նաև վերին իմաստություն կամ վերին աշխարհ։ Իսկ ավելի կոնկրետ քիչ հետո էլ կհամոզվենք, թե այդ վերին իմաստությունը որտեղ է գտնվում։ Ինչպես է դրսից գիտելիք փոխանցվում մարդու մեջ։ Ուշադիր լսեք։ Ինչպես է դրսից գիտելիք փոխանցվում մարդու մեջ։ Սուրբ գրքից իմանում ենք երազով, տեսիլքով, հրեշտակների միջոցով։ Սակայն մեկ եղանակ էլ կա, որ կերառում են, ինչպես ասացի, թե Աստված եւ թե Սատանան, եւ այդ եղանակը մարդու միտքը հափշտակելն է։ Հետևյալ օրը, երբ որ նրանք ճանապարհ ընկան եւ այն քաղաքին մոտեցան, Պետրոսը վեր ելավ կտուրը 6 ժամի մոտ էր աղոթք անելու։ Սովեց եւ կամենում էր ճաշել։ Եվ նրանք կերակուր պատրաստելիս մտքի հափշտակություն եղավ նրա վրա։ Եվ տեսավ երկինքը բացված եւ մի մեծ կտավի պես անոթ 4 ծայրիցը կապված իջավ երկրի վրա, որի մեջ կային երկրի ամեն կերպ 4 կոտանիները, գազանները, սողունները եւ երկնքի թռչունները։ Եվ ձայն եղավ նրան. վեր կաց Պետրոս, մորթիր եւ կեր։ Պետրոսը սովեց, վեր կացավ կտուրը ժամը 6-ին աղոթք անելու եւ հանկարծ այստեղ գրված է, որ նա մտքի հափշտակություն ունեցավ։ Երբ միտքը մարդի հափշտակվում է, այսինքն մարդու միտքը իր էությունից անջատվում է։ Մարդու միտքը իր էությունից անջատվում է։ Եվ ինքը բաներ է տեսնում, որ ինքը մինչ այդ չէր կարող տեսնել։ Ուրեմն մարդու միտքը եթե չի անջատվում իրանից, մարդը չի կարող անտեսանելի աշխարհը տեսնել։ Պետրոսը այս դիպվածքը Գործք առաքելոց 11:5-ում ասում է, որպեսզի մենք համոզվենք, որ սա Ղուկասը չի, որ մտքի հափշտակություն է անվանում։ Որոշները կարող են ասել, որ Ղուկասն այդպես է, կարող էր պարզ գրել տեսիլք տեսավ, բայց գրված է մտքի հափշտակություն։ Այս ամեն տեսողությունը պարզվում է մարդու մտքի հետ գործ ունի, սակայն այդ միտքը տարվել է ուրիշ տեղ եւ մարդը իր մտքով բան է տեսնում։ Հոպե քաղաքում նաղոթք է անում եւ մտքի հափշտակության մեջ տեսիլք տեսա։ Ուրեմն միտքը հափշտակվել է, վերցվել է, այս իրողություններից կտրվել է եւ նոր իր առջեւ էկրանի վրա երևում է բաներ, որ Աստված է ցույց տալիս։ Եվ եղավ, երբ որ ես ետ դարա Երուսաղեմ եւ տաճարում աղոթք է անում, մտքի հափշտակություն ինձ բռնեց, այլ Պողոսն է ասում։ Մտքի հափշտակություն պատեց իրան Երուսաղեմում տաճարի մեջ, եւ ես նրան տեսա, որ ինձ ասում էր. «Շտապիր դուրս եք Երուսաղեմից, որովհետեւ չեն ընդունել քո վկայությունը, որ ինձ համար տալիս ես»։ Իհարկե, Պողոսը հետո փորձում է համոզել Աստծուն, չէ, բա ես էի, որ հալածում էի, հիմա կտենան, որ ապաշխարել եմ, կընդունեն եւ այլն, սակայն Տերն ասում է ոչ, գնա, որովհետեւ ես քեզ հեռու հեթանոսների մեջ եմ ուղարկում։ Սիրելիներ, եթե մենք մտածում ենք, որ մտքի հափշտակություն կարող էին ունենալ միայն Պետրոսը եւ Պողոսը, չարաչար սխալվում ենք։ Այսօր Աստված ուզում է, որպեսզի մեզանից յուրաքանչյուրին հաղորդ անի իր հետ, բացի իր արժեվ դնի այն ծրագիրը, որ ունի իմ ու քո կյանքում, եւ ասի սա է ճանապարհը, դու այսպես պիտի գնաս։ Բայց քանի որ դու չես ուզում Աստծուն ծառայես, կամ ծառայել ես ուզում քո չափով, քո խելքով, Աստված քո հետ ինչ գործ անի։ Եթե դու ամբողջովին իրան ընծայված ես եւ քո ամբողջ նպատակը սա է, որ Աստված կառավարի քեզ, եւ ինչպես Առակաց գրքում կարդացինք, դու պահում ես քեզ չարից, խոսքի վրա ես ուշադիր, հասկացողությանն ես կանչում, միտք ես ուզում, իմաստություն ես ուզում, ինչպես Դանիելը իր աղոթքում ասում էր, ես հասկացողություն էի որոնում։ Եվ հրեշտակն ասեց, իրան բացատրի, իրան ասա։ Եվ ինքը Պողոս առաքյալը շարունակում է,
մեկ մարդ գիտեմ Քրիստոսումը 14 տարուց առաջ, թե մարմնով էր չգիտեմ, եւ թե առանց մարմնի էր չգիտեմ, Աստված գիտե։ Նա հափշտակվեցավ մինչև երրորդ երկինք եւ գիտեմ այնպիսի մարդին, թե մարմնով, թե առանց մարմնի էր չգիտեմ, որ տեսավ բաներ, որ այս շուրթերը ի վիճակի չեն, որպեսզի որևէ ձևով արտահայտեն, որ նա հափշտակվեցավ դրախտի մեջ եւ անասելի բաներ լսեց, որ մարդի պետք չէ նրանց խոսել։ Հիմա առաքյալը փաստում է, որ մարդը հափշտակվել է։ Մտքի հափշտակություն է տեղ ունի, սա չենք շփոթում այն հափշտակության հետ, որ Տերը պիտի իր հարց եկեղեցին հափշտակի։ Բոլորովին։ Մենք խոսում ենք երկրի վրա, որպեսզի դու արդյունավետ ընթացք ապրես, դու երբեք չպետք է ապավինես քո հասկացողությանը, ինչպես Տերը ասեց, գոհանում եմ քեզանից Հայր, որ քո իմաստությունը, գիտությունը իմաստուններից եւ գիտություններից ծածուկ պահեցիր եւ տղոց երեխաներին հայտնեցիր։ Եվ Տերն ասեց, եթե երեխաների պես չլնեք, երկինք չեք մտնելու։ Ու գիտեք ինչքան դժվար է, երբ որ դու մեկն ես քեզ կարծում, տարիներիդ հավատքի քո փորձառությունը կամ պաշտոնը, նույնիսկ քարոզիչ ես, քո քարոզով շատերն են ապաշխարել, բժշկվել են եւ այլն, ինչքան դժվար է հետո քեզ ասեն, որ դու պիտի երեխա լինես։ Դու պիտի երեխա լինես։ Սա ինչ որ ընթերցինք Պողոս առաքյալը, որ ասում է դրախտի մեջ գնալու պատմություն, երկրորդ Կորինթացիս 12-ից 2-ից 4 համարներն էին։ Սակայն եթե մեկը ցանկանում է, որ Աստծո կողմից ինքն էլ արժանանա մտքի հափշտակության, նախ պետք է ազատ լինի իր միտքը եւ Քրիստոսի միտքը ունենա։ Որովհետեւ Պողոս առաքյալը շատ հստակ է ներկայացնում, որ դա հասանելի է եւ դա միայն իրեն չի հասանելի։ Ինչպես առաքյալը ուներ, որ ասում էր, բայց մենք Քրիստոսի միտքը ունենք։ Մենք Քրիստոսի միտքը ունենք։ Եթե Քրիստոսի միտքը սա է, որ հորից անմնացորդ կախումն էր իր կյանքում եւ ասում էր ես ոչինչ չեմ անում, ինչ որ տեսնում եմ, ինչ որ լսում եմ, ես այն եմ անում, հորիցս։ Եթե դու քո կյանքում ես նշանաբանը ընտրել ես, անհնար բան է, որ Աստված քեզ չվստահի, չվստահի իր խորհուրդները, չվստահի իր գործերը։ Այժմ անցնենք հակառակորդի հափշտակելու տակտիկան ուսումնասիրենք։ Ի տարբերություն մեր կատարյալ սրբության մեջ գնալու, արդարության կյանքի մեջ գնալու մեր ցանկությանը, որը համաձայն է Աստծո խոսքին, որի դեպքում է հնարավոր, որ ես կարողանամ հաղորդ լինել Աստծո կամքին եւ որ նա իմ միտքն էլ հափշտակի եւ առնի իր թևերի տակ եւ ինձ հետ խոսի, ինչպես բարեկամը բարեկամի հետ, ինչպես հայրը որդու հետ, Սատանան ուրիշ տակտիկա ունի։ Կողոսացից 2:8 Պողոս առաքյալը հենց այդպես էլ զգուշացնում է։ Զգուշ կացեք մի գուցե մեկը հափշտակե ձեզ փիլիսոփայությունով եւ դարտակ խաբեբայությունով, մարդկանց ավանդության պես, աշխարհքի սկզբունքների պես եւ ոչ թե Քրիստոսի պես։ Առաքյալն այստեղ ասում է, զգուշ կացեք, որ մեկը չհափշտակե ձեզ։ Սա նշանակում է, որ մարդը գողացվելու, հափշտակվելու մի արարած է, շատ թույլ է ինքը։ Ցանկացած մարդ ինքը շատ թույլ է։ Նրան հնարավոր է խաբել, գերել, հափշտակել։ Փիլիսոփայությունով, դարտակ խաբեբայությունով, մարդկանց ավանդության պես, աշխարհքի սկզբունքների պես։ Հիմա մեկը գալիս է շատ ճռճռան ավետարան է քարոզում, շատ ճարտարախոս է։ Հափշտակվում ես այդ մարդու խոսքով, գիտելիքով, հանճարով, քո մեջ իրան շատ ես մեծարել։ Դատարկ խաբեբայությունով մեկն էլ բավական շատ խոստմունքներ է տալիս։ Մի գլուխ քեզ Աստծո վրա հուսալ է տալիս եւ ասում, հավատա անպայման սենց է լինելու, հավատա անպայման այսպես, քեզ խոստմունքներով է անընդհատ կերակրում։ Բայց քո պարտավորությունների մասին չի հիշեցնում։ Քո կարգավիճակը Աստծո հետ հարաբերության մեջ կարևոր չի իր համար։ Մյուսն էլ մարդկանց ավանդություններն է ավելի կարևոր համարում։ Հայրերը մեր այսպես են արել, դու էլ այսպես արա ու այսպես է լինելու։
Են մյուսն էլ աշխարհի սկզբունքների պես։ Ռուսերեն մի խոսք կա. Хочешь жить, умей вертеться։ Ուզում ես ապրես, կարողացիր ինչ որ ձևով այդպես ասած երևույթներով, պտույտներով, այս մեկով, այն մեկով, անընդհատ ասենք դաշտեր կամ ճամբարներ փոխելով, այս է կյանքը։ Ինչպես որ ասում էր, մին դես են բոթում, մին դեն են բոթում, աշխարհը մեղրի կարասա, ամենքը իրան շերեփնա գցել, ամենքն իրանն է տանում, դու էլ քոնն արա եւ այլն։ Աշխարհի սկզբունքներ։ Հիմա մարդիկ հափշտակվում են այսպիսի գաղափարներով։ Եվ սա նաև հոգևոր դաշտում հնարավոր է լինի։ Հերձվածողություններ ինչքան ասեք կան։ Երկրորդ Պետրոս 3-րդ խոսք, երրորդում մենք այսպես 3-րդ գլխի 17-րդ խոսքն ասում է. ուրեմն դուք սիրելիներ, առաջուց իմանալով զգուշ կացեք, որ միգուցե անօրենների մոլորությունով հափշտակվելով ընկնեք ձեր հաստատությունիցը։ Ուրեմն անօրենների մոլորությունը հափշտակում է մարդուն, գերում է նրա միտքը, գերում է նրա սիրտը։ Մարդը խաբվում է։ Հետևաբար սատանան էլ ինքը մարդու սիրտն ու միտքը գողանում է։ Վերջում սիրելիներ, ես ուզում եմ այնուամենայնիվ խոսքս ավարտել այսօրվա Առաջի Կորինթացից 2-րդ գլխով։ Առաջի Կորինթացից 2-րդ գլուխ։ Եվ ուզում եմ, որպեսզի ամբողջը լսենք։ Ովքեր սիրում են Աստծո խոսքը, կարծում եմ չեն ձանձրանա այս հրաշալի գլուխը ընթերցելու, որը ուղղակիորեն կապված է մեր նյութի հետ։ Եվ ես էլ եղբայրք, որ ձեզ մոտ եկա, ոչ թե խոսքի կամ իմաստության գերազանցությունով եկա Աստծո վկայությունը ձեզ պատմելու, որովհետև միտքս չէի դրած մի ուրիշ բան գիտենալ ձեր մեջ, բայց միայն Հիսուս Քրիստոսին եւ այն էլ խաչվածին։ Եվ ես տկարությունով եւ վախով եւ շատ դողով եղա ձեզ մոտ։ Եվ իմ խոսքը եւ քարոզությունը ոչ թե մարդկային իմաստության պատիր խոսքերով եղավ, այլ հոգու եւ զորության ապացույցությամբ, որ ձեր հավատքը մարդկանց իմաստությունով չլինի, այլ Աստծո զորությունով։ Բայց իմաստություն ենք խոսում կատարյալների հետ։ Եվ ոչ թե այս աշխարհի իմաստությունը, ոչ էլ այս աշխարհի իշխաններին, որ պիտի խափանվին, այլ Աստծո ծածուկ իմաստությունն ենք խոսում խորհրդով, որ Աստված հավիտենից առաջ սահմանեց նրան մեր փառքի համար։ Աստված ծածուկ իմաստություն ունի։ Եվ այդ ծածուկ իմաստությունը առաքյալն ասում է դեռ միանգամից պարզել չենք խոսում, խոսում ենք խորհրդով, որն այս աշխարհի իշխաններից ոչով չճանաչեց, քանզի եթե ճանաչած լինեին, փառքի Տիրոջը չէին խաչ հանել, այլ ինչպես գրված է. ինչ որ աչք չտեսավ, ականջ չլսեց, մարդու սիրտը չընկավ, այն պատրաստեց Աստված իրան սիրողների համար, բայց մեզ հայտնեց Աստված իր հոգովը, որովհետև հոգին ամեն բաները քննում է և Աստծո խորքն էլ։ Խնդրեմ, աչք չի տեսել, ականջ չի լսել, Աստված իր հոգին քո իմ մեջ բերել է, ոչ միայն այն բաները, որոնք չի երևում, անտեսանելի աշխարհի երևույթներին հաղորդանի, այլ թույլ է տվել, որ իր էության խորքն էլ անգամ կարող լինենք տեղյակ լինել, թե ինչ է կատարվում այնտեղ։ Որովհետև մարդկանցից ով գիտե մարդի բաները, եթե ոչ մարդի հոգին, որ նրանում է, այնպես էլ Աստծո բաները ոչով չգիտե, եթե ոչ Աստծո հոգին։ Եվ մենք ոչ թե այս աշխարհի հոգին առանք, այլ այն հոգին, որ Աստվածանից է, որ ճանաչենք այն բաները, որ Աստվածանից տրվեցան մեզ։ Բանալին Աստծո Սուրբ Հոգին է։ Եվ դա այն չի, որ այսօր թմկահարում են, ով ինչքան շատ ասիլ, լսեք Սուրբ Հոգու ձայնը, լսեք Սուրբ Հոգու ձայնը, իբրև թե արդեն հասկացել են, թե ինչ են մղում ձեզ։
Մեկը մոտենա ասի, եղբայր, մի հատ ինձ սովորեցրու տենամ այդ ոնց ես լսում դու Սուրբ Հոգու ձայնը։ Բայց եթե դու մղում ես ու դու չունես այդ փորձառություն, ինչ ես խոսում բեմից։ Աստծո հոգին։ Աստծո հոգին այն բանալին է, որ տրված է, որպեսզի հոգևոր բաները հասկանանք, այն ամենը, որ Աստծուց են տրված։ Իսկ ինչ են տրված Աստծո կողմից։ Աստված տվել է իր խոսքը, որ իմ ձեռքին է, ձեր ձեռքին է, Աստված տվել է աշխարհին իր որդին։ Եվ այս երկուսին հաղորդ անողը միայն Սուրբ Հոգին է։ Որովհետև առաքյալն ասում է, որ Սուրբ Հոգուց շարժված խոսեցին Աստծո մարդիկ։ Բայց շնչից ու գաղափարից, ուղեղից, սրտից խաբված մարդիկ ինչ ձևով ուզում են, խոսում են, հրապուրում են, հափշտակում են, բայց մարդիկ չեն էտում Աստծո խոսքը կարդան մի հատ հասկանան, թե իրականում այդ ամենը ինչ որ ասվել է իսկապես այդպես է։ Որն էլ խոսում ենք, ոչ թե մարդկային իմաստության սովորած խոսքերով, այլ Սուրբ Հոգու սովորեցրածներով է, հոգևորները հոգևորների հետ համատելով, բայց շնչավոր մարդն Աստծո Հոգու բաները չի ընդունում, որովհետև նրանք հիմարություն են նրա համար եւ չի կարող գիտենալ, որովհետև հոգևոր կերպով են քննվում, բայց հոգևոր մարդը ամեն բան քննում է եւ ինքը ոչ ոքից չի քննվում։ Հետևաբար հոգևոր մարդը ունի երկու մեծ առավելություն։ Մեկը Աստծո հետ հաղորդակցության, Աստծո խորքը գիտի ինչա տեղի ունենում, Աստված ինքը թույլ է տալիս մասնակից լինել իր էության մեջ տեղի ունեցող խորհուրդներին, ինչպես գրված է, եւ երկրորդը դու անբացատրելի ու անհասկանալի ես դառնում մարդկանց, ովքեր ծիծաղում են քո վրա, շնչավոր մարդիկ են, ովքեր իրենց ուղեղին եւ գիտությանն են զոր տալիս։ Որովհետեւ ով գիտած Տիրոջ միտքը, որ միտքը մի բան սովորեցնե նրան, բայց մենք Քրիստոսի միտքը ունենք։ Ինչպես որ Քրիստոսին անհնար է քննել, այնպես էլ Քրիստոսի միտքն ունեցող Աստծո Քրիստոսի աշակերտներին անհնար է քննել։ Բայց մենք Քրիստոսի միտքն ունենք։ Եվ այսպես ես խոսքը սկսեցի այսպես, մեր այսօրվա ուսուցման քարոզի հորդորի խոսքը սկսեցինք այսպես, մարդու սիրտ, թե մարդու ուղեղ։ Եվ եկանք այն հանգրվանի, որ թե սրտով, թե մտքով մարդը ապականված է, եւ ոչ սրտով, ոչ էլ իր ուղեղով, իր մտքով, ինքը չի կարող որևէ պատճառը իր գոյության եւ կյանքի իմաստը հասկանալ։ Եվ այն դեպքում, երբ որ ինքը հոժարաբար հանձնվում է Արարչի ձեռքերի մեջ, Աստված նրան փոխում է, վերստին ծնունդ է շնորհում, նոր սիրտ է տալիս եւ իր միտքն է բերում մեր մտքի մեջ տեղավորում, ինչպես Տերը Էմաուսի ճանապարհին երկու աշակերտների միտքը բացավ, որ խոսքը հասկանան։ Եվ այդ դեպքում արդեն մեր սրտի մեջ եղած ցանկությունները, մղումները եւ մեր մտքի դատողությունները համապատասխանում են Աստծո Սուրբ Հոգուն, որովհետև նա եկել է կառավարելու թե իմ սիրտը եւ թե իմ միտքը։ Եվ թող Աստված կառավարի ձեր սրտերը եւ ձեր մտքերը, ամեն։ Աստված ձեր հետ։